Միայն քրեական գործեր են հարուցվում։ Եվ ինձ թվում է, թե վերջերս ասում են, բա մեկը կա իշխանության ասում է, եթե քաղ բանտարկյաններ լինեն, Հայաստանի Հանրապետության բռնաճնշումն այդքան բան լինի, օտարերկրյա դեսպանները իրենց կարծիքը կասեն, ուրեմն չկա որ չեն ասում։ Ես բերեմ Չեխիայի դեսպան Պյոտր Պերանչիկի վերջերս կատարված պաշտոնական հայտարարությունը Եվրամիությունում մարդկանց ճնշում են քաղաքական շահից ելնելով Հայաստանի Հանրապետության ազատությունների մակարդակը կտրուկ իջել է։ Այսինքն քաղաքական շահից ելնելով մարդկանց ճնշում են։ Երբ նայում եմ ֆեյքերի եւ տարիքն առած կանանց, ում երեխաները կամ թոռները աշխատում են որևէ պետական կառույցում, նրանց մակագրությունը մեր սուրբ եպիսկոպոսների 4 եպիսկոպոսների հասցեին, ես ուղղակի մնում եմ ապշած թե մարդկային տականքությունը եւ ապատեղեկատվությունը ինչպիսի աստիճանի կհասնի։ Ես ասում եմ, Արշակ Սրբազանը խաչը ձեռքին Էջմիածնի հայոց եկեղեցու պատիվը, անունը եւ շահերը պաշտպանելու համար դուրս է եկել Իսրայելի հատուկ ջոկատայինների դեմ։ Հասկանում ես։ Երկու այդպիսի դեպք է եղել Բեթլեմի հայոց եկեղեցու քահանան Տեր Գրիգորը, որը քահանա չի եղել, պարզապես ծառայող է եղել, դուրս է եկել Ադրբեջանի հատուկ ջոկատայիններին կանգնեցել, դա իմ քեռին է։ Գրիշա Վարդազարյանը եւ Արշակ Սրբազանը։ Եվ այդ եպիսկոպոսին իհարկե պետք է կանոնավորեին, որովհետեւ թուրքերը հերոս հայերի չեն ներում երբեք։ Եվ դրանք քաղաքական պատվերներ են, քաղաքական վիճակ է։ Միաժամանակ ժողովրդի թալանը շարունակվում է։ Երբ Նիկոլ Փաշինյանը մամուլի լրատվության ներկայացուցիչների հետ միասին անմեղ շիզոֆրենիկի մութ գարշելի հայացքան հայացքով նայում է ասում է մեր տնտեսական աճը մենք հետ չենք խոսում, Եվրամիությունն է խոսում, հասկանում ես, ես բերեմ մի փաստ, բայց Եվրամիությունը մեր տնտեսական աճի մասին խոսում է, այդ տականք վիժվածք, ինչու է մեր արտաքին պետական պարկը 13 միլիարդ 666 միլիոն դոլար դարձել հոկտեմբեր ամսվա տվյալներով։ Եվ ինչու է եւս 718 միլիոն դոլար նոր պետական պարկ փորձում ավելացնել մինչև տարեվերջ։ Եթե մեր տնտեսական աճը այդքան շատ է, ինչու է 600 միլիարդ դրամ մեր պետբյուջեի դեֆիցիտը կազմել։ Այն դեպքում, որ դու 5%-ով կրճատել ես պաշտպանական ծախսերը, մինչդեռ Ադրբեջանը 21%-ով ավելացրել է։ Ժողովուրդ, այս տականքը, այս դավաճան Նիկոլը դիտավորյալ մեր բանակը իջեցրել է մարտունակության այնպիսի աստիճանի, որ մենք 129-րդն է մարտունակության բանակն ենք, այսինքն մենք չենք կարող մեր երկիրը բնակչին հային պաշտպանել, իսկ պետական պարտքը ավելացնում է։ Եվ Թրամփի ուղի մինչդեռ ադրբեջանական բոլոր աղբյուրներում Զանգեզուրի միջանցք է, թուրքական բոլոր աղբյուրներում Զանգեզուրի միջանցք է, եվրոպական բոլոր աղբյուրներում Զանգեզուրի միջանցք է, եւ Աթաթուրքի ծրագիրը իրականացնելով, 100-ամյա ծրագիր իրականացնելով, մեղրի այդ հատվածը տալով Թուրքին որպես ճանապարհ, հայմիջալոց նիկոլական անուղեղ միաբջիջ ոչնչություններ այնտեղով անցնելու են միայն թուրքական ապրանքներ։ Միայն թուրքական ապրանքներ։ Եվրոպայից Ադրբեջան, Միջին Ասիայից Ադրբեջանից Թուրքիա, Եվրոպա։ Թուրքիայի եւ թուրքերի համար նախատեսված ապրանքներ։
Եվ Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի ստանալու։ Ինչու ոչինչ չի ստանալու, ասեմ ինչու ոչինչ չի ստանալու, որովհետև ստեղծված այդ կազմակերպությունը, որը պետք է իրականացնի այդ տեղափոխումները եւ համաձայն Երակոմ համաձայնագրի Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությամբ համաձայն այդ համաձայնագրի իրականացնի աշխատանքները այդ կազմակերպության 40%-ը արժեթղթերի 40%-ը պատկանում է թուրքական կապիտալին։ Պատկանում է թուրքական կապիտալին։ Հասկանում եք։ Եվ այն չի ծառայելու Հայաստանի Հանրապետության շահերին, այն ծառայելու է միայն Թուրքիայի շահերին։ Թուրքիայի շահերին։ Եվ ես ուզում եմ անդրադառնալ նաև այն, որ 2026 թվականին տնտեսական այսպես աճ գոռացող այսօրվա իշխանությունները բարձրացնում են եկամտահարկն ու գույքահարկը։ Բարձրացնելով եկամտահարկն ու գույքահարկը, կրկնակի բարձրացնելով եկամտահարկն ու գույքահարկը, մենք գիտենք, որ միայն այս տարի 2025 թվականին Հայաստանի Հանրապետությունում 31,000 ձեռնարկություն է եւ կազմակերպություն է փակվել։ Բացվել է 20,000-ը, փակվել է 31,000-ը, այսինքն 11,000 ձեռնարկություն, որոնք հիմնականում մանր եւ միջին ձեռնարկություն են, փակվել են գույքահարկի, եկամտահարկի եւ այլ պետական տուրքերի ու տարբեր հարկերի բարձրացման պատճառով։ Ամեն ինչ դրված է ժողովրդից թալանելու վրա։ Նայեցեք, չեն բարձրացնում թոշակները։ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության թոշակառուները չունեն այնքան մտավոր գիտակցական մակարդակ, որ կարողանան ինքնուրույն ծախսել 10,400 դրամ փողը։ Եվ ասես, որ պետությունը իր վրա է վերցնում այդ անուղեղ թոշակառուների, այդ սեփական շահը եւ սեփական գործողությունները կառավարել չկարողացած այդ անուղեղ թոշակառուների այդ մեծ ծանր պարտականություն եւ այսուհետ 10,400 դրամը կծախսվի օրինակ դեղերի վրա։ Եվ ինչպես օրինաչափություն արդեն իսկ հայտարարվել դեղատան խոշոր ցանցերից մեկի տնօրենն ասաց, որ դեղերը անմիջապես թանկացել են եւ հունվարի 1-ից դեղերը հունվարի 1-ից 15-ից 25% ավելի արժեքով են թանկանում։ Ասեմ, ինչու ասես, որովհետեւ դա երբ գույքահարկն ու ներեցեք, եկամտահարկն ու գույքահարկը ներկրման հարկը բարձրանում են, դեղերը ինքնին պետք է թանկանան։ Ասեմ, բա Նիկոլ Փաշինյանը ասաց, եթե մինչև այդ 10,000 դրամով շահառուն կարող էր առնել օրինակի համար 10 անուն դեղ, հիմա 10,000 դրամով առնելու է 5 անուն դեղ։ Այսինքն կրկնակի ավելի թանկանալու են դեղերը, բոլոր դեղերը առանց բացառության։ Այսինքն պետությունը իր վրա սկսում է մարդկանց ծախսերը եւ թալանելու այդ թոշակառուներին պատկանող փողերը։ Միանշանակ ասեմ ձեզ, որ Հայաստանի Հանրապետության ինֆլյացիան միայն այս տարի կազմել է 11%։ Ինֆլյացիան կազմել է 11%, աշխատավարձները բարձրացել են 5%-ով, թոշակները ընդհանրապես չեն բարձրացել։ Այսինքն աշխատող ազգաբնակչությունը 6% է աղքատացել, թոշակառությունները 11%-ով են աղքատացել։ Եվ ահա թե ինչու Հայաստանի Հանրապետության աղքատության ցուցանիշը 20%-ից բարձրացել է 27%, ծայրահեղ աղքատության տոկոսը մինչև այս տականքների իշխանության գալը 1%-ից բարձրացել է 3%, ծայրահեղ աղքատները։ Մինչդեռ տարբեր տեսակի կապիկությունների անվան տակ շարունակում են թալանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Բոլոր տեսակի սոցիալական օգնություններից 50%-ը կրճատվել է։ Սոցիալական հաշմանդամությունների կարգի զրկումը սարսափելի վիճակի է հասել
Հայաստանի Հանրապետությունում, բայց անդրադառնամ մի ուրիշ բանի։ Օրինակ, որ թույլ չեք տալիս կամփոփեմ, լավ։ Եվ ամփոփելով ասեմ, որ ապահովագրության այդ կապիկությունը, որ յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց 10,800 դրամ են վերցնում, վերջերս առողջապահության այդ նախարարը փորձեց ապացուցել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 300 դրամ են մուծելու, որովհետև 5,000-ը այդ ինչ-որ զինվորների համար մուծվող ստում է, զինվորների համար 1,500 էր դարձել է 1,500, ոչ մի 5,000 դրամ զինվորների համար այդպիսի փող չի եղել, եւ մնացած 4,500-ը գործատուն է տալու, այսինքն աշխատողը գործատուն որտեղից է տալու։ Գործատուն որտեղից այդ 4,500-ը տալու։ Թե գործատուն սոցիալական իրավական սուբյեկտ չէ Հայաստանի Հանրապետությունում։ Բացի դրանից, ասում եմ, ովքեր 200,000 եւ ավելի փող են ստանում, նրանք սոցիալական ապահովագրությանը կմասնակցեն, իսկ ովքեր չեն ստանում, նրանք սոցիալական ապահովագրության չեն մասնակցի։ Այսինքն ուսուցիչը ստանում է 100,000, սոցիալական ապահովագրությամբ չի անցնելու ուսուցիչը։ Հայաստանի Հանրապետությունում 36,000 ուսուցիչներից մնացել են 29,000, այսինքն 29,000 մանկավարժներ սոցիալական ապահովագրության ծրագրից չեն օգտվելու, որովհետև նրանք 200,000 աշխատավարձ չեն ստանում։ Իսկ գիտնականները, իսկ հավաքարարները, իսկ CT-ի աշխատողները, որոնց աշխատավարձը 120,000-130,000 է, դրանց թիվը տասնյակ հարյուրավոր հազարներ են։ Նաև ասեմ, չնայած այս առողջապահության նախարարն ասեց, որ ոչ բոլոր բուժ սպասարկումներն են մտնում սոցիալական ապահովագրության մեջ եւ թվեց ընդամենը 30%։ Այսինքն մնացած 70%-ը քաղաքացին պետք է 10,800 դրամ տա Նիկոլի Թալանչի կառավարությանը, որպեսզի նրանք, այսինքն տարեկան 103 միլիարդ դրամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից լրացուցիչ փող է հավաքվելու։ 103 միլիարդ դրամ։ Նիկոլ Փաշինյանի միայն պարգևավճարները 210 միլիարդ դրամ են։ 210 միլիարդ դրամ։ Եվ օրինակի համար ասեմ 500,000 թոշակառուների, ովքեր ստանում են 50 եւ պակաս հազար դրամ, որպեսզի նրանց 10,000-ով թոշակ ավելանա, տարեկան պետք է միայն 50 միլիարդ դրամ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը 4 անգամ ավելի պարգևավճար է բաժանում, բայց թոշակառուների թոշակը չի բարձրացնում։ Ահա Նիկոլի իրական դեմքը։ Բանակ չունենք, Արցախ չունենք, պետականություն չունենք, անվտանգություն չունենք։ Եկեղեցին կործանման եզրին են հասցրել։ Ազգաբնակությունը սոցիալապես, տնտեսապես ստրկացված է Նիկոլի հարկերից եւ տուրքերից, թանկացումներից։ Անասնակեր սիրող նիկոլականներ, ահա ձեր պահած երկիրը։